Ինչու Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին իջավ հենց աղավնակերպ։ Աղավնուց ավելի հզոր շատ թռչուններ կան, օրինակ արծիվը, չնայած որ նա իշխանության եւ զորության խորհրդանիշն է, բայց դրա հետ մեկտեղ գիշատիչ է, եւ թռչելու ընթացքում ման է գալիս տկար եւ հիվանդ կենդանիներին, որպիսի որսա եւ հափշտակի։ Սուրբ Հոգու էջքը աղավնակերպ նախ ցույց տվեց, որ Քրիստոս եկել է ոչ թե մեղքով հիվանդացածներից եւ տկարներից կործանելու, այլ ապաշխարության կանչելու եւ բժշկելու։ Նաև ինչպես գիտենք, աղավնին ամենախաղաղասեր կենդանին է։ Սուրբ Հոգու էջքը աղավնակերպ նաև ցույց տվեց, որ Քրիստոս խաղաղության իշխանն է, եւ խաղաղության Աստված ուղարկել է իր միածին որդուն խաղաղություն հաստատելու եւ մեզ Աստծո հետ հաշտեցնելու համար։ Հին կտակարանում ջրհեղեղի ջրերը պակասելու եւ խաղաղության գալու լուրը բերեց Նոյան տապանից արձակված աղավնին։ Այժմ էլ Սուրբ Հոգին աղավնակերպ իջնելով հայտնեց խաղաղության ավետիսը։ Եսայի մարգարեությունում գրված է. Ովքեր են սրանք, որ թռչում են ամպի պես եւ ձագերի հետ խառնված աղավնիների պես երամով գալիս են ինձ մոտ։ Սա մեր ապաշխարության մասին է։ Ինչպես աղավնին է թռչում հետ դեպի իր տերը, այնպես էլ մենք աղավնու պարզությամբ, մաքրությամբ եւ ապաշխարությամբ պետք է վերադառնանք դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոս։